Վնասվածքից հետո դժվարություններ շատ են եղել, ժամանակ շատ քիչ եմ ունեցել մարզվելու համար, ընդամենը ունեցել եմ 2 հավաք, 2 ամիս ժամանակ եմ ունեցել մարզվելու, բայց շատ քետնաջան մարզումների շնորհիվ ասել եմ իմ գերազանց վիճակից, որ այսօրվա դրությամբ կարողացա ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան։ Այս մրցմանը արել եմ ամեն ինչ, որ լավ հանդես գալ, փառքաստով, որ ինչ-որ չափով նորից ստացվեց, ճիշտ է իմ ու իմ մարզիչների այն լիովին արդյունքը չէր, որ սպասում էինք, գնացել էի չեմպիոնության հետևից, բայց ամեն ինչ առջևում է սպորտ է։ Շատ գոհ եմ արդյունքներից այս տարվա, առաջին անգամ եմ մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, 2 ամիս առաջ ծնկի վիրահատություն եմ տարել եւ մի քիչ չի հավատում, որ մեդալ կարող եմ անել, բայց իմ համար կամքի շնորհիվ ստացվեց։ Շնորհակալ եմ իմ մարզիչներին։ 3 տարի մեդալ չեմ նվաճել վնասվածքների պատճառով։ Հաղթահարեցի այս տարի ու այս մեդալը ինձ համար շատ կարևոր է ու թանկ է, այդ բոլոր պարտություններն ու դժվարությունները իմ հաղթանակների նոր սկիզբն են։ Գոհ եմ իմ արդյունքից, մարզիչները նույնպես, քանի որ նոր կիլոգրամներ բարձրացրեցի եւ 6 մոտեցում կատարեցի, մասնակցելով օլիմպիական խաղերի չեմպիոնի հետ շատ մեծ պատիվ էր, դա իմ համար նաեւ հաղթանակ էր։ Հույս ունեմ, նպատակ ունեմ մրցելու ավելի արժանի ձևով եւ ինչու՞ չէ նաեւ հաղթելու։ Մենք հասանք մեր նպատակին թիմային հաշվարկով։ Նախ 9 տարի մեր կանանց հավաքականը նման բարձր արդյունք չէր գրանցել, նման մեդալային ավարով չենք վերադարձել հայրենիք։ Եղան հրիբումներ, թերություններ, եղան հաջողություններ, եղան բացահայտումներ, նվաճումներ, մի խոսքով։ Մենք մեր առջև նպատակ ենք դրել, որովհետեւ հավաքականները պետք է չեմպիոն դառնային, հաղթեն եւ անհատական մեր ոսկե մեդալները մարզումները ապահովեն, որովհետեւ անցած տարիներին մենք ունեցել ենք 2-ից ոչ պակաս չեմպիոններ ու կարելի է ասել այդ սանդղակը միշտ պահել ենք եւ պահեցինք այս անգամ։ Իմ համար բացահայտում էր ամլովան Աննան կանանց հավաքականից, որովհետեւ վնասվածքից հետո նոր էր վերականգնվել, 2 ամիս առաջ ծնկի լուրջ վիրահատություն էր տարել ու վերականգնվեց մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճեց եւ կարելի է ասել այս կարճ ժամանակահատվածում շատ լուրջ արդյունք գրանցեց եւ ունեցանք նաեւ լուրջ կիլոգրամներ, նաեւ եղավ լավագույն վերադարձ սպորտ Սիմոն Մարտիրոսյանի մասին կարող եմ խոսել, որովհետեւ 20 կիլոգրամ նվազեցնել եւ փոխել իջնել 5 հաշային կար ու նման կիլոգրամներ ցույց տալ շատ ֆանտաստիկ էր, բոլոր արդյունքներից էլ գոհ եմ։